Պարոն Ղևոնդյան, փորձենք նախ այս հրատապ լուրը քննարկենք, ներքին գործերի նախարարությունը չպետք է կանխեր այսպիսի հանցագործությունը եւ ոչ թե հասնել իրավիճակը այնտեղ, որ 10 վիրավոր, 1 զոհ արդեն, սա ինչի մասն է խոսում։ Սա խոսում է այն մասին, որ համապատասխան մարմինը չի զբաղվում իր բուն ֆունկցիաներով, այսինքն այն ֆինանսական միջոցները, որոնք հարկատուներից բյուջեի միջոցով հասնում են նրանց գրպաններ եւ ընդհանուր ինստիտուցիոնալ ծախսերը ներքին գործերի նախարարության, այս խնդիրները չեն լուծում։ Երկրում կրիմինոգեն իրավիճակը իրականում շատ բարդ է ու բավական այսպիսի դեպքերի եզակին չեն, ավելին կարծեմ նախարարուհին օրեր առաջ ինչ որ հանդիպման հրապարակային հանդիպման ժամանակ, երբ որ գրաֆիկ էին ցույց տալիս, ես ուղղակի մեդիայից եմ ծանոթացել, ասում եմ չնայած քանակ ավելացել է որոշակի հանցագործությունների, ընդ որում տիպատեսակային առումով էլ բարդ հանցագործությունները էականորեն են ավելացել, ասում եմ, բայց տուժողների քանակը նվազել է։ Այսինքն ես չեմ չարախնդում, որովհետև այս կրիմինոգեն վիճակը Հայաստանի ազգային անվտանգության խնդիր է եւ մեր բոլորի հետ կապ ունի եւ բայց այս մարդիկ իրենց տեղում չեն եւ դա ակնհայտ է։ Բայց այս մարդիկ ուրիշ առումով են իրենց տեղում, իրանք կարողանում են ամենատարբեր այսպես սին արհեստական քրեական գործերով տարբեր քաղաքական գործիչների, հանրային գործիչների նկատմամբ վարույթներ նախաձեռնել, ընդհանուր մինչև կաթողիկոսին երկրից դուրս թողնելու հետ կապած արգելքի սահմանում։ Կարծում եմ, այս լրջագույն խնդիր է, որով պետք է զբաղվել, եթե իհարկե գալիք ընտրություններից հետո երկրում իշխանություն փոխվի։ Կաթողիկոսի եւ եպիսկոպոսած հավաքին դեր իհարկե կանադառնանք։ Հիմա նախ Նիկոլ Փաշինյանի մի հայտարարությանը, որին փաստացի այսօր պաշտոնական Մոսկվայից արձագանք եղավ, ուրբաթ օրը լրագրողների հետ զրույցում քաղաքացիական պայմանագրի գրասենյակում Նիկոլ Փաշինյանը մի այսպիսի առաջարկություն հնչեցրեց Մոսկվային, որ երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը վաճառվի Հայաստանի եւ Ռուսաստանի մեկ բարեկամ ինչ-որ երկրի։ Անունը չտվեց, խոսեց Ղազախստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Կատարի մասին, բայց հստակ կոնկրետ անուն չնշեց եւ նշում էր, որ կան ինչ-որ ուժեր, որոնք չեն ցանկանում, որ փաստացի Ռուսաստանը վերահսկի երկաթուղին։ Դուք ինչպես եք նախ գնահատում Փաշինյանի այս առաջարկը, այդ որ ուժերն են, որ չեն ցանկանում, որ Ռուսաստանը վերահսկի եւ ինչու չեն ցանկանում։ Սկսենք սկզբից, երկաթուղին, ատոմակայանը, գազամուղը, ոսկու ուրանի հանքերը, հազվագյուտ մետաղական հանքերը, դրանք գեոպոլիտիկա են։ Նախ այդ ֆիքսենք, հա, երկաթուղին կարևորագույն հանգամանքը, ով երկաթուղու վերահսկողությամբ կամ մշակմամբ կամ այսպես պատրաստությամբ զբաղվում, ինքը դերակատար ունենում գեոքաղաքական իմաստով, այսինքն կոմունիկացիաները կարողանում վերահսկի եւ մասնաբաժին ունենում։ Իսկ այդ մասնաբաժինը տարբեր քաղաքական մակրոռեգիոնալ եւ այսպես գլոբալ միգուցե եթե համապատասխան այսպես բնույթ ունի, դերակատարում ստանձում այդ պետությունը, հա, տալիս այդ պետությանը, հա, այս բaragայում Ռուսաստան։ Ակնհայտ էր, որ հեծի այս process-ները այսպես դրվագային չեն լինելու։ Ավելին ասեմ, հեծի շուրջ շուտով փորձելու են հանրային գերակաշահ ճանաչելու process սկսել, այդ մասին դեպ խոսում էր հեծի նախկին տնօրեններից մեկը, եթե ճիշտ եմ ձևակերպում, իր կարգավիճակը եւ դա շատ տրամաբանական է, հա։ Այն ինչ որ կապված է Ռուսաստանի հետ, գործող իշխանության համար ընդունելի չի, եւ դա իդեպ իրենք ասում են, որ Ռուսաստանը մեր դաշնակիցն է, մենք իրենց հետ շատ լավ հարաբերություններ մեջ ենք, բայց իրենց գործը առաջ են տանում, որտեղ կա պատվիրակվածության վիճակ, հա, այսինքն Արցախը հանձնեցին նաեւ դրա համար եւ այլն։ Հիմա Ռուսաստանը որ վերահսկում է, օրինական հիմունքներով վերահսկում է երկաթուղային ցանցը Հայաստանի եւ սպասարկում է իրականացնում եւ երբեւե որևէ իրավական, դատաիրավական process չի եղել անարդյունավետության հետ կապված, իդեպ հիշում եք 2018 թվականին, երբ որ գործող իշխանությունը իր գործող խմբակ իշխանության բերվեց, առաջին խնդիրներից մեկը հենց երկաթուղու ցանցի հետ էր, հա, այսպես ասած։ Հետագայում այդ խնդիրները կարծես թե լուծվեցին եւ որևէ դժգոհություն չի եղել։ Խնդիրը այն է, որ գործող վարչապետը հանրային հրապարակային այդպիսի հայտարարություն արեց, դրանից առաջ Օվերչուկը ասել էր, որ մենք արդեն կիրառական, այսինքն բովանդակային բանակցություններ ենք վարում երկաթուղու վերականգնման եւ հետագա process-ների մեր մասնակցության հետ կապված եւ գործող վարչապետը հրապարակային ասաց, որ մենք չենք ցանկանում, որ դուք այդ ամեն ինչ իրականացնեք, եկեք առանց այսպես հրապարակային դաշտում, ասաց, եկեք այդ հանձնենք ուրիշ երկրների, մենք այսպես շարունակենք մեր process-ը, որովհետեւ դա հնարավորություն է տալիս Ռուսաստանին TRIP-ի մեջ լեգիտիմ իրավական առումով հիմնավոր եւ նյութական առումով
ձևով տեսանելի ներգրավվածություն ունենալ։ Ակնհայտ էր, որ ռուսական կողմը արձագանքելու այս կամ այն ձև եւ Զախարովայի արձագանքը շատ այսպես տեղավորվում էր իրենց գեոպոլիտիկ շահերի մեջ, հա։ Հայաստանի ապառուսաֆիկացումը շարունակական է լինելու, հաջորդը լինելու է իհարկե գազամուղի հետ կապված խնդիրը, իսկ երկաթուղու խնդիրը դեռևս այդպես հեշտ չի լուծվելու, հա, որովհետեւ այդ երկաթուղին չկա։ Ով պետք է կառուցի այդ երկաթուղին եւ մյուս կողմից էլ այստեղ հարց է առաջանում արդյոք գործող վարչապետը կդիմի Միացյալ Նահանգներին, որպեսզի երկաթուղու օրակարգը մտնի ռուս-ամերիկյան հարաբերությունների դաշտ եւ արդյոք Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի գործող վարչապետի հետ իրենց դիրքորոշումների սինխրոնացման տեսանկյունից ինչպիսի ճնշումների կենթարկել նրան, որպեսզի նա գնա արդյոք մինչև վերջ թե ոչ, հա։ Երկաթուղին շատ կարևոր է լինելու նույնքան որքան այդ TRIP-ի process-ը, որից ռուսներին փորձեցին ու հանեցին, այսպես ասենք, հա։ Երկաթուղին իրենց համար շանս է։ Կկարողանան մտնեն process-ի մեջ բարի, չեն կարողանա, կլինեն իհարկե խնդիրներ։ Մեր համար ինչի է Հայաստան պետության շահի տեսանկյունից ինչի է կարևոր, որ ռուսները ներգրավվածություն ունենան։ Ոչ թե ռուսների շահերի տեսանկյունից, այլ մեր պետության, որպեսզի բալանս տեղի ունենա։ Այս ռեգիոնում հիմա խախտվել է բալանսը։ Խախտվել է ոչ հօգուտ Հայաստանի։ Ռուսական ներգրավվածությունը որոշակիորեն կբալանսավորի մեր Հայաստան պետության շահերի այսպես միջակայքը խուսանավման։ Հիմա եթե պաշտոնական Երևանից առաջարկը հնչեց, իհարկե Մարիա Զախարովայի հայտարարությունը չգիտեմ ինչքանով կարող է հավասար լինել Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, այսինքն սա ընդունենք որպես պաշտոնական Մոսկվայի տեսակետ, ինչ որ սա կարող է ինչ որ կերպ հանգուցալուծել, թե Զախարովայի պատասխանը նշանակում է, որ համաձայն չեն այդ առաջարկի հետ։ Բնականաբար արձագանքը այսպես քննադատողական էր, դա Ռուսաստանի Դաշնության մոտեցումն է, իսկ Զախարովան դրա պաշտոնական ներկայացուցողն է արտգործնախարարության մակարդակով, ինչ քննարկումներ կլինեն, հեռախոսային քննարկումներ կլինեն, դեմարդեմ քննարկումներ կլինեն, վերջի քննարկումները Հայաստանի ազգային ժողովի եւ Ռուսաստանի արտգործնախարարի միջև են, մենք հիշում ենք, ռուսները շատ լայն հանրայնացում տվեցին, Հայաստանի համապատասխան չինովնիկի ոչ այդքան նախանձելի կարգավիճակում հայտնվելու փաստը նաեւ, հա։ Ռուսները փորձում են որոշակի ռեակցիոն ակտիվություն ցուցաբերել, իսկ թե ընդհանուր գլոբալ բանակցություններում ինչ կլինի, բավական բարդ է, այնուամենայնիվ Հայաստանը դիմելու է մեծ խաղացողներին։ Ավելին ասեմ, Հայաստանը ինչ որ մի ցիկլից հետո, երբ որ սկսեց շատ իրեն պահել անհետևողական եւ արկածախնդիր, հրապարակային հայտարարություններ անելու արդեն, հա, երբ որ թուրքերի հետ հարաբերությունները կարգավորեն, իսկ առաջիկայում այդպիսի process գնալու հարաբերության կարգավորման չէ, հարաբերության կարգավորման իմիտացիայի, այսինքն որպեսզի այդ խնդիրը նաև վաճառի հասարակության վրա առաջիկա ընտրությունների նախօրեին, հա, դրանից հետո օրակարգի մասը դառնալու 102-րդ ռազմաբազայի խնդիրը։ Իսկ եթե մենք Թուրքիայի հետ խնդիր չունենք, առնվազն 6 ամիս առաջ իրանք պետք է դիմեն, որպեսզի 102-րդ ռազմաբազան Հայաստանից դուրս բերվի։ Ավելի ասեմ, Հայաստանի գործող վարչապետի նպատակներից մեկը այդ նաև Իրանի շուրջ իրավիճակի լարման առումով է նա, որ 102-րդ ռազմաբազան փոխարինի ամերիկյան որևէ ստորաբաժանմամբ, նկատում ռազմաբազայի կարգավիճակ ունեցող ստորաբաժանմամբ։ Պարոն Ղևոնդյան, ես հիշատակեցի ուրբաթ օրվա Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը լրագրողների հետ զրույցում, որտեղ Փաշինյանը նաև մի այսպիսի հայտարարություն էր արել ներքաղաքական անդրադառնալով ընտրություններին, որ այս ընտրությունների արդյունքում բոլոր նախկին իշխանությունները եւ բոլոր օլիգարխները վերջնականապես եւ անվերադարձ դուրս են շպրտվելու քաղաքական դաշտից 2026-ից հետո դուք այլևս չեք տեսնելու քաղաքականությամբ զբաղվող օլիգարխ նախկին նախագահ, մասնավորապես սա Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր եւ Ալիևը ֆրանսիական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել էր, հաղորդավարը հետաքրքրվել էր, թե Վենսի հետ արդյոք քննարկվել է գերիների հարցը եւ արդյոք հնարավոր է, որ այսպես ասած Ալիևը համաներում կիրառի նրա նկատմամբ, բայց Ալիևից ոչ մի ուղիղ պատասխան բնականաբար չէր հնչել, ավելին նա հայ գերիներին համեմատել էր նացիստ առաջնորդների հետ։ Դուք որևէ կապ տեսնում եք այս երկու հայտարարությունների մեջ, թե ոչ։ Դրանք սինխրոնացված հայտարարություններ են, մեկը միջազգային մակարդակի հայտարարություններ, մեկը ներքաղաքական օրակարգի, բայց դա չի նշանակում, որ ազդեցությունը Հայաստանի մեդիա սահմաններից դուրս չի գնում, իհարկե գնում է։ Ինչ է ասում Ալիևը։ Ալիևը հենց այնպես երբեք այդպիսի համատություններ չի անում, երբ որ հայտարարվում էր այն մարդկանց Հայաստանի նախկին եւ Արցախի նախկին ղեկավար անձնակազմի մի շարք մարդկանց Ադրբեջանում գերի եւ գերի կարգավիճակով այսպես նրանց դատավարությունների եւ այն ամեն այսպես դատարանի այդ կեղծ ֆարսի արդյունքում նրանց դատավճիռների մասով ինքը համատում է նացիստական Գերմանիայի ղեկավարության հետ։ Ասեմ ձեզ, իրենք օրակարգ են բերելու
խոջալու է այսպես կոչված ցեղասպանության հիմնահարցը, փորձելու են իրենք արդեն ունեն այդ փաթեթները, այդ ֆիկցիաները, համապատասխան մարդիկ արդեն սպասում են համապատասխան հարցազրույցներին, համապատասխան երկրների, այդ թվում նաև պարլամենտային չինովնիկները համապատասխան իրենց աշխատավարձերի, որոնք ստանում են Ադրբեջանից, իրենց ելույթներին են սպասում եւ այլն։ Ադրբեջանը շատ պլանավորված գործողություններ է իրականացնում։ Թիրախի կենտրոններից լինելու են Հայաստանի երկրորդ եւ Հայաստանի երրորդ նախագահները, որովհետեւ այդ մարդիկ եղել են թե Արցախի, թե Հայաստանի Հանրապետության անկախության ակունքներում։ Այդ մարդիկ խնդրեմ են Հայաստանի գործող վարչապետի համար, թե անհատապես խնդրեմ են, թե նաև այն շրջանակը, ովքեր Հայաստանի անկախության այդ ամբողջ process-ի ընթացքում այս երկիրը կարգավիճակի է բերել, որ այդ բոլորից պետք է ազատվել, հա։ Ալիև այնտեղից մեսիջը հղում, որ այս մարդիկ հանցագործ են, այս մարդիկ ցեղասպան են եւ այլն, Հայաստանի գործող վարչապետը ԿՊ-ի նիստից հետո ասում է այլևս նրանք քաղաքականությամբ չեն զբաղվելու, ով է որոշում, ով է ինչով զբաղվելու, մեկ, երկրորդը ինչի է բացառում մի իրավիճակ, որ ինչ որ մի հանգամանքի զորու Հայաստանի գործող վարչապետը կարող է փոխանցել այդ մարդկանց, այդ թվում նաև ինչ որ միջազգային դատարանների, ինչ որ կեղծ, այսպես քրեական գործերի մասով Ադրբեջանին։ Մի բացառեք ոչինչ։ Այս մարդը գծային դինամիկայով չի աշխատում։ Այն ինչ որ մեր համար անիրականանալի լոգիկայի շրջանակում է, իր համար շատ իրականանալի է, ինքը ամեն ինչ անելու է։ Միայն թե իր իշխանությունը պահի։ Որովհետև ու ընդ որում ինքը կատեգորիկ դատողություն անում, թե ով կարող է քաղաքականությամբ զբաղվել, թե իսկ գործող օլիգարխները զբաղվելու են քաղաքականությամբ։ Գործող, իր թիմակից օլիգարխներ, հա։ Այսինքն մենք գործ ունենք մի իրավիճակի եւ մի մարդու հետ, ով փորձելու է ամեն գնով ազատվել այն մարդկանցից, այն դերակատար հանդիսացող մարդկանցից, այդ ու նաեւ Ալիևի ձեռամբ, հա։ Իսկ Ալիևը փորձելու է այդ ամենին լեգիտիմություն հաղորդել այդ ֆարսերի միջոցով, ինչի այսպես մասնագետը ինքն է։ Եվ հիմա գանք ամենայն հայոց կաթողիկոսին եւ եպիսկոպոսաց ժողովին, որը փաստացի ժողովից վերածվեց հավաքի, որովհետեւ մի շարք հոգեվորականների, այդ թվում ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ մեղադրանքներ առաջադրվեցին եւ նրանք չկարողացան Հայաստանից դուրս գալ։ Սա այն էր, ինչի մասին մենք մի քանի շաբաթ առաջ այս նույն տաղավարում խոսում էինք եւ դուք նշում էիք, որ այո, Հայաստանի իշխանությունը բռնաճնշումների է գնալու, ամեն կերպ թույլ չտալով, որպեսզի այդ ժողովը կայանա։ Հիմա արդեն Մայրաթորից այսօր հայտարարություն կա, որ հավաքը եղել է, շատ մանրամասներ իհարկե չեն հաղորդվում, բայց հեռավար տարբերակով ամենայն հայոց կաթողիկոսը Հայաստանից պատգամ է հղել ժողովի հավաքի մասնակիցներին։ Փորձենք եւս մեկ անգամ հասկանալ, ինչու Փաշինյանը տապալեց այս ժողովը, ինչ նպատակ է հետապնդում սրանով Փաշինյանը, հասավ իր ուզածին թե ոչ, եւ որպես այդպեսին հիմա ինչքան էլ որ ժողով չէ, բայց հավաք է կայանում, սա որոշ չափով էլի ամրապնդում է եկեղեցու դիրքերը։ Նայեք, եկեղեցու հետ կապված կան մի շարք խնդիրներ։ Նախ իհարկե ձեր հարթակում ենք առաջ անգամ խոսեցիք, որ այո չեք մտածում, որ ինքը կթողի, որ այդ հավաքը տեղի ունենա, տրամաբանական է, իսկ այն ինչ որ իր դեմ է, ինքը կանխահարցակա լինելու, հա։ Դա իրան հաջողվեց, որտեղ ինքը գործող իշխանություն է, այսպես ասած, հա։ Եվ այդ կապ չունի օրենքին համապատասխան գործողություններ են, թե անօրեն գործողություններ, բացարձակ կապ չունի։ Ներկա Հայաստանում ամեն ինչ կարելի է անել, միայն թե իշխանությունը ինքը պահի, հա, այդպիսի գործիքակազմը շատ տարածված է։ Երկրորդը, հավաքը այո տեղի ունեցավ, այնտեղ թե ինչ են խոսել, դա հանրային, այսպես լսարանին հայտնի չի, ինձ նույնպես, սիմվոլիզմի տեսանկյունից հավաքի փաստը իհարկե դրական էր, բայց ֆունկցիոնալ եւ դերակատարման տեսանկյունից մենք հետագայում կկարողանանք գնահատականներ տալ, հա, էֆեկտը ինչպիսին է։ Բայց գործող իշխանությունը, այսինքն վարչապետ եկեղեցի process-ը այդ թվում նաեւ դրսում բացասական անցալվում։ Այ օրեր առաջ մի շարք մեծահարուստ ազդեցիկ հանրային հայ գործիչներ, իսկ այդ մարդիկ պատահական մարդիկ չեն։ Հա, բայց ինքը շատ կոշտ-կոպիտ արձագանքեց այդ մարդկանց հայտարարությանը։ Այո, որովհետև ինքը իր, այսպես, դա իր նյարդային թելերին էր կպել, այդ մարդիկ ուղերձով հանդես եկան ու այդ մարդիկ նաև կապված են որոշակի երկրների, որոշակի շրջանակների հետ։ Այդ երկրների մի մասը աջակցում է Հայաստանի գործող վարչապետին, որովհետև Հայաստանի գործող վարչապետը իրականացնում է այն, ինչ որ գեոպոլիտիկ շահի տեսանկյունից շահեկան է այդ ուժային կենտրոններին։ Բայց դրան հորդորել են, ասել են տղա ջան, եկեղեցուն մի կպի, որովհետև եկեղեցին քո լեգիտիմությունից ավելի բարձր հանրային լեգիտիմություն ունի։ Ինքը կենցաղային, հոգևոր, ինտելեկտուալ, զինվորական, մտավորական հայի ինքնության հետ է կապված։ Դա քո քաշի հարցը չի։ Մի մտիր process-ի մեջ, որից կարող ես դուրս չգալ։
Այստեղ շահառուներ ուրիշ երկու շրջանակ է, դա իհարկե Թուրքիան է, դա իհարկե Ադրբեջանն է։ Այսինքն կա որոշակի տարանջատում նաև արտաքին խաղացողների մասով եւ այն պատվիրակվածության, այսպես թեզերի մասով, ինչ որ սրան տալիս են, հա։ Ու դրա համար ինքը նաև այսպես փոքրիկ ակլորի պես է իրան պահում երբեմն, հետագայում հաշվետվություններ տալիս, այ տեսակ այսպես արեցի, հա։ Այդ շնորհակալությունների հաղթարշավը, որ Հայաստանի գործող վարչապետը, ինչպես նաև նախագահը ուղղում են Ալիևին, հենց այնպես չի իհարկե, հա, այդ գնահատվում է իրենց կողմից, ասում ենք ամեն ինչ կանենք աջակցելու։ Ֆիդանի հայտարարությունը ոչ հեռու անցյալում եւ այլն։ Վենսի հայտարարությունը ավելի լայն կոնտեքստում է, այսինքն process է գրում գեոպոլիտիկ էստեղ, ասում են այո, մենք փորձել ենք ռուսներից ռեգիոնը ազատել, դու դրա օղակներից մեկն ես, բայց մի մտի դաշտ, որը քոնը չի, հա։ Սա փորձում է տոտալ իշխանություն ապահովել երկրում, հետագայում կարող է այսպես մնա դրա տակ։ Հիմա այդ ուղերձը որոշ ուժեր, որոնք իրեն աջակցում են, ինչպես դուք նշեցիք, այդ ուղերձը այդ ուժերի կողմից հնչած ինքը հասկանալու է, դրա հետ հաշվի նստելու է, թե ոչ։ Դա ազդանշան էր իրականում, ինքը հիմար չի։ Ինքը կարող է տգետ է, բայց ինքը հիմար չի։ Ինքը շատ լավ հասկանում է, եթե այդ մարդիկ ինչ որ կենտրոններից ինչ որ հայտարարություն են անում, անգամ թեկուզ նուր ձևակերպում են։ Այդ նշանակում է այդ հայտարարությունը այս կամ այն ձև որոշակիորեն ճշգրտվել է, դրա լեգիտիմությունը չի կարող թեկուզ հայազգի բարերարը $100 միլիոն փող տա եւ այդ պետության ղեկավարություն դաբրոն այսպես ասած չստանա։ Խոսքը արևմուտքի մասին է բացառապես, որովհետեւ այդ պետությունը ասում են չհասկացան, դու մեր տարածքում գումար ես աշխատել, ուր ես ուղարկում այդ գումարը։ Այսինքն կա որոշակի օրգանական եւ շատ տրամաբանական կապ։ Այդ մեսիջը իհարկե կապ ուներ այդ պետությունների ինչ որ շրջանակների հետ։ Դա իհարկե նրան իրեն կարող են յարթանացնել։ Ամենևին պետք չի կարծել, որ արևմտյան շրջանակների մոտեցումների ամբողջ այդ ամպլիտուդը միջակայքը այսպես սինխրոնա գործող վարչապետի հետ։ Ամենևին այդպես չի, հա։ Բայց խնդիրը այն է, որ իրենց համար մի քանի կարևոր էլեմենտներ ինքը պետք է իրականացնի, նրանք էլ ինչ որ մի քանի կարևոր էլեմենտների մասով սրա համար կարևոր կսպասարկեն, կօգնեն, կաջակցեն եւ այլն։ Ու այնպես չի, որ օրինակ հիշում եք ամիսներ առաջ կարծես անցած տարի էր Եվրամիության անդամակցության օրակարգի հետ կապված։ Եվրամիությունը պատվիրակություն ուղարկեց, որպեսզի այստեղ հասարակության հետ խոսեն, ասեն, որ հանկարծ չմտածեք, որ դուք վաղը դառնալու եք Եվրամիության անդամ։ Այսինքն դա այստեղ կա նաև հանրային կարծիքի եւ պատասխանատվության էլեմենտ, հա։ Դրա համար զգուշանում են շատ հարցերում իր հետ կապված նաև։